Նախ ասեմ, որ շատ հպարտ եմ, որ Արայիկի աղջիկն եմ ու ակնկալիքները մեծ են, չնայած որ մրցակիցներն էլ էլի շանսեր ունեն անցնելու, բայց հուսով ենք, որ կհաղթի արտարությունը ու պապաս կանցնի յուղապետ։ Չնայած որ այդ շատ մեծ փոփոխություններ չի լինի, բայց էլի լավ է, եթե անցնի որպես յուղապետ։ Շանսեր կան։ Կատունեք պատժի կրման մասով մեծ փոփոխություն։ Հա, չի լինի, բայց էլի որպես քանի որ ասում էին ահաբեկիչներ, բայց ահաբեկիչներն այդքան ձայն չէին հավաքի, եթե ահաբեկիչ լիներ պապաս։ Դրա համար լավ կողմ է, էլի, եթե անցնի։ Եվ նաև ձեր հոր գործողություններին ինչպես եք վերաբերում, ձեզ համար սպասելի էր թե չէ, որպես դուստր ինչ եք իմացել։ Միայն հպարտություն ու ինչ որ ինքը անում է, հաստատ ինքը գիտի ինչ է անում։ Դրա համար ես չեմ կարող իրան դատեմ ինքը ինչ է անելու։ Եթե նա գտնում է, որ դա պետք է անի, ուրեմն կանի։ Իսկ գյուղացիները ինչ են ասում, տեսնում եք ոգևորվածություն կամ, չգիտեմ, աջակցություն տեսնում եք ձեր հորը։ Մի մասը մեր կողմից է, մնացածը չգիտեմ, չեմ կարող ասեմ, ես ոչ մեկի կողմից չեմ կարող խոսամ։ Այդ իրանց որոշումն է։ Կներկայացնեք ձեր եղբայրը, հա։ Հա, Արսենը ու Արաքսյան, քույրս։ Մարգարիտան եմ։ Արաքսիա։ Արսեն։ Քուրիկի հետ միասին եկել եք, հա, դուք ընտրում եք իրենք ուղակի ձեզ։ Չէ, ես չեմ ընտրում, դեռ չափահաս չեմ։ Մի տեսակ եմ էլի, ոչ եմ կարող գոնե այս ձևով պապայիս կողմը լինեմ, շատ կուզեի գոնե չափահաս լինեի, օգնեի, եւս մեկ ձայնը էլի բան է, բայց մյուսները էլի ընտրում են։ Գոնե դա լավ է։ Այստեղ ուղակի դիտորդ եք, հա։ Չէ, պարզապես ընտանիքիս աջակցելու համար իրենց հետ միասին եկել եմ։